Ջրի արտահոսքի հետքերով բազմաբնակարան սովետական շենքը, չեմ հիշում, 6-րդ հարկում ենք, հոսքեր ունի, բնակարանը վերանորոգվող է, սենց ներքևից տեսադիտարկելով կարծում եմ, որ ճշմախաղովակներն հասկանանք ինչից է։ 7-րդ հարկում եմ ուսումնասիրությունները կատարում, այսինքն խոնավաչափով ամբողջ հատակը գերխոնավ է, արդեն ուզում եմ ճնշումները տամ, ըստ մի հատ խնդիր եմ արձանագրել պրոբլեմ, այսինքն էլի այս կոյուղագիծը ներսնա գոֆրով ուղակի ուղղորդած էր մեջը ու խոնավաչափով ստեղից ինչ-որ ծավալի ջուր ամեն դեպքում կարտահոսի կլտնվի սալիկի տակ, սա մեկ։ Ճնշումներ տալով նաև տաք ջրից ունենք անկում, ծորակի հետևից ձայնը դուրս եկավ, այսինքն ակուստիկայով լսելու կարիք չեղավ, խոշորոտա հոսքը հեսա քանդեք ծորակը, հասկանանք ինչից է։ Ճնշումների անկումը դադարեց, այսինքն ծորակը հանեխացանել եմ, էլ անկում չունենք, անկումը ստեղից էր, բայց ամեն դեպքում համադրելով կորուստը, այսինքն ներքևի այդ արտահոսքի քանակը այս քանակից չէր կարող լինել, Այստեղ ունենք ձևափոխած նաև կոյուղագիծ, այսինքն կենտրոնական ստահը կարող է առաջտեղ, այստեղից ինչ-որ շեղումով դուրս է եկել մուտքից բարձացե ու էլի այս մասերով բարձացե, կարա կոյուղագիծը լինի, խնդիրը նրանում է, որ ջուր ես պահին չունենք, այնպես որ գործը շարունակական կլինի։